Ինչու է Աստծուն ինքդ քո մեջ հավատալը սխալ։ Բոլոր հավատացյալներն էլ ինչ-որ կերպ հավատում են Աստծուն։ Ոմանք եկեղեցում, ոմանք իրենց տան որևէ անկյունում, ոմանք էլ ասում են. ես իմ ձևով եմ հավատում, Աստված իմ սրտում է, ինքս ինձնով եմ հասկանում նրան։ Սակայն այս դեպքում մի պարզ հարց է առաջանում. եթե Աստված իրոք գոյություն ունի եւ նա իրոք ճշմարիտ է, ապա ինչ եք կարծում։ Մենք նրան կարող ենք ճանաչել մեր սրտի ուզած ձևով, թե այնպես, ինչպես նա է մեզ հայտնել իր մասին։ Clive Staples Lewis-ը ասում է. մենք չենք կարող ճանաչել Աստծուն միայն զգացմունքներով, քանի որ Աստված իրականություն է, այլ ոչ թե մեր սրտի ցանկությունը եւ գաղափարները։ Երբ մարդը ասում է. ես Աստծուն իմ մեջ եմ գտնում, դա հաճախ նշանակում է. ես Աստծուն պատկերացնում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար։ Սակայն Աստվածաշունչը ասում է. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Դա նշանակում է, որ առանց Հիսուս Քրիստոսի, առանց նրա խոսքի, մեր մտքում ստեղծված Աստվածը պարզապես մեր ցանկությունների արձագանքն է։ Ռավի Զահարիասը ասել է. եթե քո սրտում Աստված ստեղծվել է քո պատկերով, ուրեմն դու պաշտում ես ինքդ քեզ։ Շատերը Աստվածաշնչից վերցնում են միայն այն հատվածները, որոնք իրենց են դուր գալիս, եւ չեն հետևում Հիսուս Քրիստոսի խոսքերին ամբողջությամբ։ Սակայն դա հավատք չէ, դա քո սրտի ցանկություններով կերտած ինքնախաբեություն է։ Դու Աստծուն չես ծառայում, դու նրան ձևավորում ես որպես հարմարավետ անկյուն քո հոգու մեջ։ Նախկինում մարդիկ արձաններ էին կերտում քարից, իսկ այսօր մարդիկ կերտում են Աստծուն իրենց սրտում։ Բայց արդյոք դա իրական Աստված է, թե քո սրտի ցանկություններին հարմարեցված մեկը, ով երբեք չի ակասում քո կարծիքներին։ Մարդը կարող է վստահ լինել իր զգացածի վրա, բայց հավատքը միայն զգացողություն չէ։ Հավատքը հիմնված է ճշմարտության վրա։ Հավատքը առանց ճշմարտության պարզապես ինքնախաբեություն է։ Աստված չի ուզում, որ մենք նրան զգանք մեր ձևով։ Նա ուզում է, որ մենք նրան ճանաչենք, այնպես, ինչպես նա է իրեն հայտնել մեզ, որպես արարիչ, որպես փրկիչ, որպես Տեր։ Հայտնի քրիստոնյա փիլիսոփա եւ ապոլոգետ Ուիլյամ Լեն Քրեյգը ասում է. սուբյեկտիվ հավատքը հիանալի սկիզբ է, բայց եթե այն չհանգեցնի ճշմարտության ճանաչման, այն կարող է վտանգավոր լինել։ Դու կարող ես հավատալ, որ երկաթուղային գիծն անվտանգ է, բայց եթե գնացք է գալիս, քո այդ համոզմունքը քեզ չի փրկի, որովհետև հարցը հավատալու ձևի մասին չէ, հարցը ճշմարտության հետ քո հարաբերության մասին է։ Աստված իր խոսքը մեզ տվել է ոչ թե պարզապես դոգմա եւ օրենք, այլ որպես սեր, որպես ճանապարհ դեպի ճշմարտություն, իսկ ճշմարտությունը անձ է, եւ նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Դու կարող ես հավատալ քո ձևով, բայց եթե դա հակասում է նրա հայտնությանը, դա իրական հավատք չէ։ Դա հարմարեցված աշխարհայացք է։ Սա է պատճառը, որ շատերն ասում են. ես հավատում եմ Աստծուն, բայց իրականում չեն ապրում նրա ներկայությամբ։ Հիսուս Քրիստոսը մեզ չկանչեց միայն զգալու իրեն, նա կանչեց մեզ հետևելու։ Իսկ հետևել նշանակում է ընդունել նրան այնպես, ինչպես նա կա, այլ ոչ թե այնպես, ինչպես դու ես ցանկանում նրան ընդունել։ Եթե դու հավատում ես Աստծուն, ճանաչիր նրան։ Ինչպես ասել է Սուրբ Հովվան Ոսկեբերանը, քո ցանկությամբ կերտած Աստվածը չի կարող փրկել քեզ, այլ միայն խաբել։ Աստծուն պետք է փնտրել նրա խոսքի եւ նրա եկեղեցու մեջ, այլ ոչ թե սեփական կամքի մեջ։ Ճշմարիտ հավատքը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ինքնախաբեությունը։